Կիբերհանցագործներից տուժած քաղաքացիներն են։ Զեղծարարները նրանցից շատերի անունով տարբեր գումարների չափով վարկեր են ձևակերպել եւ գումարներ հափշտակել։ Քաղաքացիներն իրենց հեռախոսներին կեղծ շահումների մասին հղումներ են ստացել։ Դեկտեմբերի 14-ին վարկը հաստատվել է, շաբաթ կիրակի ուշադրություն չեմ դարձրել, երկուշաբթի 16-ին տեսել եմ։ 16-ին դիմել եմ ոստիկանություն, հետո ոստիկանությունից հետո եկել եմ նայել, տեսել որ այդ երկու հաղորդագրություններ կա ու դրանք բացած չի։ Ես ոչ մի բան չեմ հաստատել։ Երբ որ այլ սարքից զեղծարարը մուտք է գործում, քաղաքացին ստանում է նույնականացման կոդ, եւ այդ նույնականացման կոդը հաճախորդը մուտքագրում է նույն հղման մեջ։ Բանկից տվյալների արտահոսք որևէ կերպ տեղի չի ունենում եւ քաղաքացիները իրենք են տվյալները տրամադրում զեղծարարներին։ Զեղծարարները ID բանկի անունից եւս կեղծ հղումներ են ուղարկել քաղաքացիներին։ Վերջիններն էլ իրենց անձնական տվյալներն են տրամադրել երրորդ անձանց։ Անցած տարվա ընթացքում ID բանկի պրոդուկտից 2.5 միլիոնի չափով օգտվողներ են եղել։ Ըստ Տաթևիկ Վարդևանյանի, այդ թվային ցուցանիշում զեղծարարությունների թիվը շատ չնչին է եղել։ 2.5 միլիոն տրամադրված վարկերի մեջ, այո, 0.0 ինչքան տոկոս է կազմում այս զեղծարարությունների թիվը։ Բանկը շարունակաբար միջոցներ է ձեռնարկում հաճախորդների միջոցների անվտանգությունը բարձրացնելու համար, ներդնելով ավելի ու ավելի շատ ստուգումներ, ստիպված անընդհատ բարդացնելով դեպի բանկային հարթակներ մուտքի հնարավորությունը, դժվարացնելով հեռավար բանկային ծառայություններից օգտվող 100 հազարավոր այլ հաճախորդների փորձառությունը։ Բացի այդ, բանկը նաև հասանելի բոլոր ձևաչափերով պարբերաբար տեղեկացնում, զգուշացնում ու փորձում է ծանուցել հաճախորդներին գոյություն ունեցող եւ անընդհատ փոփոխվող զեղծարարության ձևերի մասին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։